պատերազմի կուսակցության, հենց պատերազմի կուսակցություն լինելու մասին խոսակցությունից։ Ասեմ ավելին, արի ավելի լայն սկսենք։ Ինչ ենք մենք ասում, ինչ է ասում պատերազմի կուսակցությունը այս վերջին օրերին։ Մենք ասում ենք, որ եթե նրանք հաղթեն ընտրություններում եւ Հայաստանը գնա իրենց առաջարկած ճանապարհով, պատերազմա լինելու։ Իրանք ասում են, սրիկաներ, դուք մեզ սպառնում եք պատերազմով, սա շանտաժ է։ Ինչը լիակատար աբսուրդ է, որովհետեւ մենք հո չենք ասում, որ պատերազմի լինել կամ չլինելը կախված է ՔՊ-ի լինել կամ չլինելուց։ Մենք ասում ենք, որ պատերազմի լինել կամ չլինելը կախված է նրանից, թե Հայաստանը ինչ ճանապարհ է ընտրում։ Եվ մենք առաջարկում ենք խաղաղության ճանապարհը, ավելի շուտ մենք առաջարկում ենք տեր կանգնել այն խաղաղությունը, որ արդեն իսկ կա։ Մենք այդ խաղաղությունը բերել ենք ինքը իրականություն է։ Ընդհանրապես մեկ բան է պետք անել։ Մեկնել ձեռքը եւ վերցնել այդ 100 տարվա խաղաղությունը։ Ինչ ասում ընդդիմությունը։ Ընդդիմությունը ասում է, չէ, այս խաղաղությունը մեր դուրը չի գալիս։ Էսի լավ խաղաղություն չի։ Մեզ պետք է ինչ-որ բաներ են, բնութագրիչները ամեն մեկը հնարում։ Մեկ ասում է, մեզ պետք է ուժեղ խաղաղություն, մյուսը ասում է, մեզ պետք է իրական խաղաղություն, մյուսը ասում է, մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն։ Բայց կապույտ խաղաղություն, կարմիր խաղաղություն, դեղին խաղաղություն, շագանակագույնը հատկապես շատ պահանջված է։ Միանշանակ։ Ու իրանք, բայց սա իրականում ինչ է, սա ձևը ասելու, որ հենց այս խաղաղությունը, այս օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունը իրանց դուր չի գալիս։ Իսկ ի՞նչ է նշանակում ասել, որ այս խաղաղությունից դուր չի գալիս։ Նշանակում է, որ դու ասում ես, ես ուզում եմ սա վերաբանակցեմ։ Ու իրանք ուղիղ ասում են, որ իրանք ուզում են թրիփը վերաբանակցեն, խաղաղության պայմանագիրը վերաբանակցեն, խաղաղության հռչակագիրը վերաբանակցեն, սահմանազատման սկզբունքները վերաբանակցեն։ Հա պարզ է, եթե դու գալիս ես իշխանության եւ ասում ես, այս խաղաղությունը իմ դուրը չի գալիս, ինձ ուրիշ խաղաղություն է պետք, ես պիտի վերաբանակցեմ դրա բոլոր կոմպոնենտները, դա ուղիղ նշանակում է պատերազմ։ Եվ հետեւաբար, երբ որ մենք ասում ենք, եթե այս ուժերը գան իշխանության լինելու է պատերազմ, դա ոչ թե բայղուշություն է, դա ոչ թե սպառնալիք է, ոչ թե շանտաժ է, այլ պարզ վերլուծություն, որ եթե Հայաստանը ստանա այս իշխանությանը, որը անի քայլ ան, դրան հետևելու է քայլ բն։ Մյուս կողմից, եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի ընտրություններում, ինքը շարունակելու է անել քայլ ան, այն է խաղաղության ճանապարհը, եւ դա չի բերելու քայլ B-ին, չի բերելու պատերազմի, այսքան բան։ Ու ստեղ կարևոր է, իրանք ամենաշատը ինչքան էլ մենք հիմա sense գրոտեսկ արեցինք, ասենք իրանք ուզում են կանաչ խաղաղություն, կապույտ խաղաղություն, այսպես խաղաղություն, բայց իրանք բոլորը նույն պատերազմի կուսակցության բոլոր մասնիկները, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, այն Թաթոյանը խառը Սերժիստները, միայն Սամվել Կարապետյանը պատերազմի կուսակցություն չի, որտեղ ինքը Հայաստանի քաղաքացիություն չունի, միայն նաև Ռուսաստանի քաղաքացի։ Դե իր թիմն է պատերազմի կուսակցության։ Ինքը Հայաստանում չի կարող ինչ-որ կուսակցություններից լինել։ Ինքը պատերազմի կուսակցություններից մեկի քսակն է։ Շատ լավ, Կաշիլյոկը իր աշխատանքային լեզվով ասած, այնուամենայնիվ։ Հիմա այս բոլորը պատերազմի կուսակցությունը որպես այդպեսին ինչ ասում է, խաղաղությունը պետք է լինի երաշխավորով։ Երաշխավորով, ու սա շատ գրավիչ կա արհնչեր քաղաքացիների համար, շատ sense դուրեկան, լավ բան, ինչա երաշխավորից լավ բան կա այս կյանքում առհասարակ։ Մարդիկ դաժե որ գնում են վարկ վերցնելու, որ երաշխավոր ալնում այդ վարքին կանգնող, իտո ավելի լավ է։ Դա շատ ավելի կներես, դա շատ ավելի լավ կլներ մարդկանց համար, որ ակնհայտորեն շատ գրավիչ կարա թվա։ Եթե այն երաշխավորը, որին իրանք առաջարկում են, նույն ինքը ես չեմ կաշկանդվի, ասել իրենք ակնհայտորեն ակնարկում են, որ Ռուսաստանը պետքա լինի այդ երաշխավորը, նույն Ռուսաստանը չլիներ երաշխավոր Լեռնային Ղարաբաղում հայերի ապրելու։ 23 թվին ռուսական խաղաղապահները զինված կանգնած էին ու երաշխավոր էին Լեռնային Ղարաբաղում հայերի ապրելու։ Ինչ եղավ հետո։ Ասեմ ավելին, ավելի հեռվից գնանք։ Ով էր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման երաշխավորը։ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որպես ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներ։ Ինչ կա, ոնց աշխատեց այդ երաշխավորությունը։ Ասեմ ավելին, ով էր Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը։ Ռուսաստանը երկու պայմանագրով, բայց նաեւ ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, Բելարուսը, Ղրղստանը, Ղազախստանը եւ Տաջիկստանը։ Ինչ կա, այն որ ասում են, Սև լճից ինչ կա։ Հիմա ես եմ հարցում, Սև լճից ինչ կա։ Դուք եւ ձեր երաշխավորներ։ Հաջորդը, ասենք, բանը, Կիպրոսի անվտանգության երաշխավորները Թուրքիան, Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան էին։ Ինչ կա։ Ինչ եղավ այդ երաշխավորության հետ։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորները Ռուսաստանը, ԱՄՆ-ն,
Մեծ Բրիտանիան եւ ոնց որ թե Ֆրանսիան էին։ Հա, Ֆրանսիան։ Ինչ կա, ինչ եղավ այդ երաշխավորության հետ։ Հասա շատ կարևոր բան է, էլի։ Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված մեր քույրերն ու եղբայրները դες սպասում են, աղաչում են, որ գա այդ երաշխավորը։ Իհարկե սա գրոտեսկ է։ Ամենևին չեն սպասում։ Աստված հերո պահի նման երաշխավորներ։ Բայց այդտեղ պետքա ֆիքսել էլի այդ, որ այս բանը շատ կարևոր է։ Այն երաշխավորը, որին որ առաջարկում են մեր ընդդիմադիր գործընկերներ, նույն ինքը Ռուսաստանը, միջև այս պահը այդ պայմանագիրը որտեվ չի չեղարկվի առնվազն։ Հանդիսանում է Ուկրաինայի անվտանգության երաշխավորը։ Այսինքն մի կողմ թողենք այդ, թեկուզ հենց մենակ Ռուսաստանի մի կողմ թողենք։ Արի բան անենք։ Վակուումի մեջ խոսանք։ Կարո՞ղ չի ով արի երաշխավոր, ցանկացած երաշխավոր։ Փաստա, որ ամենաճիշտ, ամենալավ եւ ամենաերաշխավորված ձևը հասնել խաղաղության այն է, երբ որ կողմերը իրենք գիտակցված հանգում են մի կետի, որ վերջ դադարեցնում ենք հակամարտությունը։ Երբ որ երկու կողմերն էլ ասում են դադարեցնում ենք հակամարտությունը, վրեժը մոռանում ենք, իրար ճանաչում ենք, սահմանները բացում ենք, սկսում ենք տնտեսական համագործակցություն։ Չկա ավելի մեծ երաշխավորություն, քան սա, որովհետև երբ որ կողմերը ասում են մենք դադարում ենք հակամարտությունը, այլ երաշխավոր պետք չի։ Երաշխավոր երբ է պետք։ Երբ որ կողմերը օրինակ հրադադար են կնքում, բայց երկուսի մտքին էլ կա հակամարտությունը վերսկսել։ Այդ ժամանակ կարող է երաշխավոր պետք լինի, որը իր փայը կստանա։ Ու հենց ստեղ է էլի որ ի հայտ է գալի իրանց ամբողջ պլանը։ Իսկ իրանց ամբողջ պլանը ինչի որ հակամարտությունը ավարտվի վերջնական, որ խաղաղությունը հաստատվի։ Ավելի ճիշտ ոչ թե իրանց պլանը, իրանք այդքան չկան, որ իրանք պլան կազմեն։ Իրանց ղեկավարության ավելի բարձր sense մեծ աստղերով KGB-ի գործակալների պլանը։ Որ Քոչարյանը հայտնի ձայնագրության մեջ ենթադրաբար այդ ձայնագրության մասին շուշուտ մոռանում են հա մեր ժողովուրդը։ Այդ ձայնագրությունը ես առաջարկում նույնիսկ մի հատ հիմա լսենք մենք այդ ձայնագրությունը։ Ես Քոչարյանի ձայնին նման ձայնով մեկը Չէ, Քոչարյանի ձայնին նման չէ, հենց Քոչարյանն է սա, ես ապանդել եմ նաև ազգային ժողովի ամբիոնից, ասում եմ ինձ դատի թող տա, եթե ապանդում է որ ինքը չի, ասում եմ ինձ դատի տվեք, ես ասում եմ որ ուշադրություն, այս ձայնագրությունը հրապարակվել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ որ ChatGPT չկար։ ChatGPT չկար, առհասարակ անհնար էր այդ ժամանակ այս որակի բան ստանալ։ Հիմա էլ է իդեպ անհնար այդ որակի բան ստանալ։ Հա, այս որակի անհնար է երևի։ Չէ, կարա մոտիկ բան ստանալ իրական։ Չէ, այն տնքոսները արանքի դժվար ստանա ChatGPT։ Տեսեք, ChatGPT-ին պետք է ասեն խոսիր Քոչարյանի ձայնով եւ արանքում տնքա Քոչարյանի ձայնով, դժվար։ Տեսեք, ըստ մամուլի, այստեղ պարոն Քոչարյանը դիմում է ըստ мамուլի դիմում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ահա այս համատեքստում։ Поскольку мое вхождение в политику и активное противостояние действующим властям сразу после известных событий 2018 года произошло по взаимному согласию и взаимным договоренностям, я просил бы вас обеспечить мой плавный выход из этой ситуации. Жить и работать здесь, в Армении, под постоянным прицелом и в статусе заложника считаю неприемлемым. И ваше слово имеет здесь решающее значение. Не в состоянии просто вам отказать никак. Поэтому я просил бы обеспечить выход из этой ситуации. Վաղ, բայց ես վստահ չեմ, որ ինքը Ռուսաստանի նախագահին է դիմում։ Կարող է ասենք օրինակ Կալուգա քաղաքի նալոգովի, այսինքն Մաքսայինի պետի տեղակալին է դիմում։ Կամ կարող է ասենք, չգիտեմ, Ռոստովի շրջանի FSB-ի, ասենք ինչ որ մայոր Պետրուշկինին է դիմում։ Հա, ասենք։ Հա, կարա լինի։ Շատ բարձր չի Ռուսաստանի նախագահի մակարդակի համար։ Դե, ստեղ ինչն է շատ համոզում, որ կարող է եզրասին կարողին է դիմում։ Դե հայերեն կդիմեր, բայց ինչն է բանը հարցը, բայց կարող է իրենց աշխատանքային լեզու որ ասում է, որ դե էդ էլ է հավանական, ամեն դեպքում դեռ ասում է նրանք ի վիճակի չեն ձեզ բան անել, մերժել։ Դե հա, Կալուգայի Մաքսայինի պետի մասն է։ Դե հա, բայց մենք հո ի վիճակի ենք Կալուգայի։ Ոչ, ասում է ես ի վիճակի չեմ։ Չէ։ Նորից դիր, ասում է я։ Нет, они։ Դիր լսի։
ինտերնետը անջատել էի, որ չցանք։ решающее значение. Спасибо. Считаю неприемлемым. Ваше слово имеет здесь решающее значение. Не в состоянии просто вам отказать никак. Ասում ես, ասում թողեք, ախպեր, թողեք դուրս գամ այս վիճակից, ես չեմ կարող ձեզ մերժել, խնդրում եմ, թողեք դուրս գամ։ Լավ համոզեցի։ Հստակ դա Կալուգայի Մաքսայինի պետի տեղակալի հետ։ Հա, ինքը կարա Կալուգայի պետի, Մաքսայինի պետի տեղակալը նման բան իրան ասի։ Բայց էսա, որ այսօր էլ հիշպես Քրիստինե Վարդանյանը այսօր ազգային ժողովում ասում է, այդ որ մի իշխանում, որ մի քաղաքական կուսակցությունը կուզենա այս պայմաններով գա բանան, իշխանություն ստանձնի, հա, բայց դուք այդքան չկաք ախր, որ դուք ինքնուրույն որոշեք, դուք ուզում եք գաք, դուք ուզում եք քաղաքականության մեջ լինեք, չեք ախր լացելով, խնդրվում է, ասում է, խնդրում եմ, ինձ բան արա, մոյ плавный выход обеспечьте, чтобы я смог выйти։ Այսինքն, թողեք մի բան արեք, դուրս գամ քաղաքականությունից։ Ես վստահ եմ, որ հունիսի 7-ից հետո այսպես լացակումած աղյողորմ բան, մեսիջներ, էլի Կալուգայի մարզային վարչության պետի տեղակալին FSB-ի։ հա գնալու է բանից ռուսաստանցի օլիգարխից AI Samoin նկատի ունես։ հա ու անթերի ռուսերենով որտեղ դա էլի AI-ով է լինելու սա աբայո Բայց Քոչյանի ռուսերենն էլ իդեպ վատ է։ Այդեպ որովհետև ինքը նորմալ ինքը իր մայրենի լեզուն ռուսերեն է իդեպ չէ մայրենի լեզուն չգիտեմ ռուս հա երևի ռուսերեն համենայնիվ լավ է խոսում քան հա այ Քոչյանը օրինակ տես Քոչյանը հայերեն խոսալ գրել կարդալ ինձ թվում է լավ չգիտի ակնհայտորեն բայց ռուսերեն գիտի հա դա պետքա ֆիքսել ու արձանագրել ոչ հայերեն նորմալ խոսել գիտի ոչ ռուսերեն ոչ անգլերեն բայց տարօրինակ կերպով առաջարկում է Հայաստանում ռուսերենը եւ անգլերենը դնել պետ ես նոր հասկացա ինչի է ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը առաջարկում Հայաստանում ռուսերենն ու անգլերենը սարքել պետական լեզու քանի որ ինքը ոչ մի լեզվով նորմալ խոսել չգիտի եւ դա մանկական տրավմա է Եվ ինքը մտածում է որ խնդիրներն է որ Հայաստանում միայն հայերենն է պետական լեզու եղել, պետք է մի 10 հատ լեզու դնել հայերեն։ Այսինքն որ ամեն լեզվով խոսացողի մոտ ասի ես դեն մի լեզվից եմ լա կան տենց։ Հա, ինչևէ, իդեպ սա եւս էլի մի խայտարակություն է, ասենք մենք չենք գիտակցում։ Ինչ որ մեկը էլի գնացել է, ասենք մի 20-30 տարի առաջ թողել գնացել է Կալուգա, հիմա հետ եկել ասում է գիտեք ինչ կա ժողովուրդ ջան Այս հայերեն բան, ինչ, ենթադրաբար, ասենք մտածում է տուֆտա լեզու է, էլի, բայց եթե ինքը լավ խոսալ չգիտի, դա չի նշանակում, որ դա տուֆտա լեզու է, բայց ասում ես ինչ հայերեն, ինչ բան եկեք ռուսերենն ու անգլերենը դարձնենք պետական լեզու։ Ինչպես ասում են իր բանի, իր բնակության վայրի լեզվով նիֆիգա սիբե, էլի։ Դա իդեպ հայհոյանք չի, սիրելի հետևորդներ, Դից տարածված ված ձևակերպում է, բայց հայհոյանք իր մեջ չի պարունակում, իսկ եթե դուք շարունակում եք դիտել անպայման հավանեք տեսանյութ ու բաժանորդագրվեք ալիքին, եթե դեռ չեք, որտեվ գիտեք, որ Civic-ի Facebook-յան էջը բողոքարկումների տակ է ու բլոկավորված է, այսպես YouTube-ում առնվազն անպայման հավանումներ արեք ու բաժանորդագրվեք ու կիսվեք ձեր սոցիալական ցանցերով։ Ու կներես մի բան էլ ասեմ։ Այս ուժերը, չէ՞, այս 3 օլիգարխները, այսինքն Քոչյանը, Ռուսաստանցին, մեկ էլ այն տեղականը։ Իրանք ինչ են ասում, ասում են մենք ազգային արժեքների պաշտպաններ ենք։ Արի մի հատ ֆիքսենք, էլի, որոնք են մեր ազգային արժեքները։ Համարվում է, որ մեր ազգային արժեքներն են մեր լեզուն, մեր կրոնը, մեր պետականությունը, ճիշտ է։ Այո։ Կա ուրիշ տենց դե մշակույթը։ Դե չէ, մշակույթը մի շատ լայն է, լեզուն էլ դրա մեջ մտնում կրոնն։ Հա, լեզուն մտնում է դրա մեջ, բայց լեզուն չի փակում ամբողջ մշակույթը։ Չէ, արի գլխավոր է, էլի, լեզուն, կրոն, պետականություն։ Ուրեմն լեզվի մասով իրանք առաջարկում են Հայաստանում պետական լեզու դարձնել ռուսերենն ու անգլերենը։ Կրոնի մասով նրանք աջակցում են նրան, որ մեր եկեղեցու ղեկավարը, որը կուսակրոն պետքա լինի, ունի զավակ, այդ ղեկավարի եղբայրը KBG գործակալ է ու տենց arczepiskoposների մի մասը երեխեք ունեն, մի երկու խայտարակ պատմություն էլ կա, դու միշտ սիրում ես դրա մասին խոսալ, ես չեմ սիրում։ Ես էլ չեմ սիրում։ Հա, բոլորը հասկացան ինչի մասն է խոսքը։ Հաջորդը պետականությունը։ Իրանք առաջարկում են, որ Հայաստանը իր անկախությունից հրաժարվի, մտնի միութենական պետություն։ Այսինքն լավ, եթե իրանք լեզուն ուզում են, մեր լեզուն ուզում են իր դերը ցածրացնեն, ուզում են, որ մեր եկեղեցին բանի անառակապետություն լինի, հա, անառակների կողմից կառավարվի, պետությունն էլ ուզում են լուծարեն կողեն ուրիշ պետության կազմ։ Այն ինչ ազգային արժեք, ո՞րն է ազգային արժեքը, լավ։
ինչով է ինչի են իրանք մտածում, իրանք իրավունք ունեն մեզ հետ բանավիճելիս, ասեն մենք ազգային արժեքի պաշտպաններ ենք։ Որովհետև իրանք շարժվում են այն մեթոդիկայով, որը ժամանակին դեռ գրվել է Ստալինի ղեկավարած պետության տենց հատուկ ծառայությունների կողմից, որտեղ հայերի ազգային արժեքը նստել են սովետական KGB-ում, գրել են թե որը պետքա լինի հայերի ազգային արժեքը։ Թիվ 1 ազգային արժեք, մշտական ատելություն հարևանների նկատմամբ։ Այդ եղել է թիվ 1, այսինքն բավականաչափ չես ատում քո հարևաններից գոնե 2-ին, դու բավականաչափ հայ չես։ Տենց է, գրվել է։ Ու պիտի ատես, որպիսի քո գոյությունը այդ տարածաշրջանում հնարավոր լինի միայն երաշխավորով։ Ու որպիսի երբ որ պահը գա, այդ երաշխավորը քեզ չաղացնի մորթի։ Հա, այդ հենց այդ է։ Ու երբ որ դու ասես, հոպ, ես չեմ ուզում ինձ մորթես, գա քո ընդդիմությունը այդ արժեքներով մեծացած ու ասի, հոպ, ոչ, մեզ երաշխավորա պետք, մեզ պետք է այդ չոբանը, որ գա ու մեզ մորթի։ Հա, որովհետև ընդդիմության գործառույթը առհասարակ այս պատմության մեջ հենց այդ է։ Գալ ասել, որ մենք ոչխար ենք։ Այո, գալ, չէ, առյուծի դիմակ հակած sense գալ կամ գայլի մորթի վրան գցած գալ, հետո դες մորթին հանել ու պարզել որ բոլորս ոչխար ենք ու պետքա մորթվենք, այո։ Այդ է նրանց գործառույթը որպես այդպեսին, բայց մորթվելուց, իդեպ մորթվելու հետ իրանք գործ չունեն։ Չէ, իրանք չեն մորթվելու։ Իրանք չեն մորթվելու, իրանք առանձին իրանք համար հանգիստ իրանք շունն են կողքի։ Չոբանի շունը պիտանի արած է, շատ կարևոր գործառույթ է իրականացնում։ Գառներին պիտանի չեն, չոբանին են պիտանի։ Գառներին էլ են պիտանի, որտեվ ամեն դեպքում պաշտպանում են կողքի գայլերից։ Հա, լավ, որտեվ ոչխարների վտանգը միայն չոբանից մորթվելը չի, դեռ գայլերել կան։ Իրանք չէ, այդքան պիտանի չեն։ Եկեք OGG-ն, հա, OGG-ն այդքան չգերագնահատենք։ Հասկացա ինչ նկատի ունես, բայց ինչև է։